8 քաղաքական ուժ է մասնակցում Վաղաշապատի ավականու ընտրություններին։ Հայրենիք կուսակցությունը քվեաթերթիկում 8-րդ համարն է։ Իրական ոչ թե փաշինյանական խաղաղություն է խոստանում Վաղաշապատի համայնքապետի հայրենիքի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։ Վաղաշապատը ուզում եմ չարքի ճիրաններից նախազատագրել, ինչպես եւ ամբողջ Հայաստանը, ստի, կեղծիքի այս կայսրությունը, որ սարքել են, մենք պետք է կարողանանք մարդկանց ասել, որ գիտեք, այս ամեն ինչը չի ներկայացնում ճշմարտություն, այս ամեն ինչը կեղծիք է, իրանց բոլոր բերած օրակարգերը սուտ են։ Հայրենիք կուսակցության թեկնածուն մի շարք սոցիալական ծրագրեր է նախատեսել սոցիալապես անապահով, բազմազավակ Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների եւ բռնի տեղահանված արցախցիների համար։ Բոլոր ծրագրերը կլինեն լավագույն, ինչ կարգ է լինեն, կյանքի չեն կոչվի, քանի դեռ սրանք կան, այս ստախոսները, այս կեղծիքով ապրողները։ Միայն ատելությունն ու թշնամանքը մեր երկրում վերացնելով հնարավոր կլինի հասնել սոցիալական ծրագրերի իրականացմանը, ասում է Վաղաշապատի համայնքապետի թեկնածուն։ Այսքան ասում են ասֆալտ, դուք կարող եք նայել կենտրոնականներից դուրս հազվադեպ տեղանքներ կտեսնեք, որ նորմալ ասֆալտ է արված։ Եվ նաև կենտրոնական հատվածներ կան, որտեղ լիքը խնդիր, այսինքն հետ էլ չեն կարողացել կարգինալ։ Մենակ խոսալն է։ Խաչիկ Մանուկյանն առաջարկում է Սփյուռքում հայտնի վաղաշապատցիների օժանդակությամբ ստեղծել Վաղաշապատ իմ հայրենիք հիմնադրամը, որը թեթևացնելու է համայնքի հոգսը։ Մանուկյանը խոստանում է համայնքապետ դառնալուց հետո բոլոր կարևոր հարցերի շուրջ բաց քննարկումներ է անելու, նոր որոշումներ կայացնի։ Ուզում եմ երկիրս լավ լինի, հայրենիքս լավ լինի, էջմիածն է ծաղկի, ուրիշ բան չէ։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։